Ժողովրդյան գնալուց առաջ եկա ասեցի լրիվ գործերս ավարտեմ, եկա ապտեկա, դեղատուն, մամայի դեղերն էլ գնեցի, պատկերացեք դուրսը 30 աստիճան է, բայց ես պիջակ եմ հագել, կոստյում, բաճկոն, չարեմ, ինչես, որովհետև ես զգացի, որ այսօր առավոտյան առանց բաների էի, կարճաթև էի դուրս եկել և ինքը կանդիցիաները խփեց ուսերիս, սկսեց էլի, գիտեք երեխեք ջան, նրանք ովքեր ունեն բորբոքային պրոցեսներ մկանային զգուշ եղեք սառը, երբեմն մարդիկ ասում են սառը դրեք, բժիշկներ կան ասում են սառը դրեք, դուք ինքներդ դիզգաք թե ձեր օրգանիզմը ինչ է պահանջում, տաք թե սառը։ Ես փորձել եմ տանդինիտին, կարող է տանդինոպաթին, տանդինիտը այսինքն մկանների բորբոքումը, ասենք այդ բաների, այդ ջիլերի բան։ Դրանց դեպքում հնարավոր է որ սառը օգնի, բայց ասենք որ ոտդ ընկնում ես ուռում է, պիտի սառուց տնես հենց այդ րոպեին, որ իջնի, բայց հետո տաքը, երբ որ բորբոքային պրոցես է տալի, տաքը օգնում է։ Ես փորձել եմ, բայց երբեմն տաքը դուրդ գալիս է, բայց սառն է օգնում, դա պիտի արդեն ձեր օրգանիզմը զգա։ Հենց որ սիրելիներս, դա ուղղակի պրոտոկոլնիկա գրված է, ոնց որ պրոտոկոլ են, չէ՞ անում, պրոտոկոլ են անում, պիտի ստատիստիկա են անում, սա, բայց այդ ստատիստիկայից դուրս կա նաև կյանքի օրենք։ Ամեն ինչը չի, որ պիտի դրես ու զուբրիտ արած, անգիր արած սովորես ու ասես էսա, պիտի նայես մարդու օրգանիզմին, մարդու իր բնավորությունը, մարդու, դաժե մարդկա ինքը հոգեբանորեն ասում է, սառը ինձ լավ չի։ Եվ տաքը օգնում է, դա էլ շատ կապ ունի, հոգեբանական այդ, ինչ ասեմ, այդ ինքնահավատն էլ է դա շատ կարևոր, ասեմ, դες իմացեք, գլուխս քոր գալիս, գլուխս քորա գալիս, դες եմ ուտել։ Վերջը դες բաներ սիրելիներս, ես հիմա արդեն հասնեմ տուն և վերջնական ճամփրուկը փակեմ։ Մեր մոտ այսօր ուրբաթ է, շատերը հարցնում են այդ ասա օրը, ուրբաթ է ամսի 30-ը, մայիսի 30-ը։ Եվ շատ արտակարգ եղանակ, տաք, ինչ ասեմ, ամառ, միանգամից ամառ եկավ, իհարկե այդքան չեմ սիրում ես շատ շոքը, սիրում եմ տաք, բայց շոք չէ։ Բայց այնքանով ալա, որ անձրևներ չկա, որ գոնե գրում է ճանապարհորդության անձրև չի լինի, որտեղ այս Ֆրանսիան իրենց տարօրինակ տեղեր կան, որ այդ րոպեին այստեղ շոք է, ուրիշտեղ անձրև։ Դավիթենց մոտ 40 աստիճան էր այսօր։ Խայտարակություն է այդ կողմերը։ Մենք գնացինք մայիսի սկզբին, չենք կարում քնենք ընդ շոքեր վերևի հարկի վրա։ Այդպիսի բաներ սիրելիներս։ Դե լավ, շուրտա մի քիչ բնությունով զմայլվեք։ Բարելույս, ինչպես եք, հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է, մեր մոտ առավոտյան ժամը 7-ն է, և ձեր անայիդը դեռ կիսա քնած է, մեր ճանապարհորդությունը սկսեց արդեն, ես երեկ լավ ծիծաղացել եմ, որովհետև շատերը գրում եք Անահիտ ջան, ուր ես գնում, կարող ես ասել ուր ես գնում, սյուրպրիզ է, բայց ինչի համար է, բոլորը գիտեք արդեն Անահիտին, ես վաշե սյուրպրիզներ սիրում եմ, բայց սա ուղղակի ինտրիգ է։ Իսկ ինչ վերաբերվում է հանկարծ չմտածեք սա կոմերցիալ բնույթ ունի, ուղղակի սա իմ նատուրան է, ցանկանում եմ ես մինչև վերջ չեմ ասում։ Հետո արդեն հայտնաբերում եք ու իմ հետ լավ ուրախ ճանապարհորդեք, իհարկե, ես էլ եմ ձեզ ասել, եթե կտեսնեմ հարմար կլինի թե չէ նկարելը։ Ուրեմն երեկոյան նստած էի, ճիշտ ասած, մի հատ կինո էի դրել նայում, շատ հետաքրքիր։ Եվ իմ մտքերի մեջ էի, շատ փիլիսոփայական ֆիլմ էր, հետո հանկարծակի ասեցի մեկ մտեմ տեսնեմ ոնց է, ինչ է կոմենտների պատասխանեմ, որովհետև ես պատասխանում եմ երեկոյան, տեսա, որ մենք արդեն դարձել ենք 9097, թե 5 դարձել,
ասեցի մնաց 3 դեպ կդառնանք 9100-ին, ծաղա բանով, ուրախ, իմ համար դա կապ չունի, ասել եմ դրանք միայն թվեր են, ինչպես տարիքը, բայց ասեմ ձեզ, որ 2 րոպե հետո ես նայեցի, տեսնեմ դարձել ենք 93 դուրս հոգի, մի անգամից դուրս կան, մտածեցի դա անհնարին է, միգուցե մարդ ես, մեկ լինում է, մեկ ասենք դուրս է գալի, մատը կպնում է, ես էլ իմ հետ էլ է եղել, որ գրանցել եմ, ասել եմ, տեսնեմ գրանցել եմ, հետո սոխում եմ, նորից հետ եմ գալիս։ Ուրեմն ժողովրդիս ասեմ, հա, ինչ է ասում, 93, հետո անցավ 2 րոպե, տեսնեմ 92, ու ես այնքան նստած ինձ ասեմ, վայ Աստված իմ մարդկությունը, մարդու տեսակը, երբեմն մարդիկ կան ասում են, դե լավ, դե կփոխվի էլի, դե լավ կլինի էլի, առավոտ կանող եմ խոսում, սա ուղղակի հանգիստ ձեր հետ զրույցում, ժողովուրդ չհավատակ այդ ինչա հեքիաթներին, չհավատակ, մարդը չի փոխվում։ Ես ուղղակի ապշած եմ մարդկության վրա, ոնց կարող է պատահի մարդը ինքը գրանցվի ու մեկ էլ ասի, այս սովա որ դուրս կամ ես, ու պրիտոմ ալիքի վրա ոչ մի, ինչ ասեմ, տարօրինակ բաներ չկա, դա կոչվում է չարություն և նախանձություն, եթե էլ եմ ասում, դա YouTube-ը չի անում, ես չգիտեմ, կասկած կա ինչս։ Համենայն դեպս ես շնորհակալ եմ բոլորիցդ, ես նայում եմ ձեր գրածները, ես մի հատ փոքրիկ իմ հավաքածուն եմ տալիս, ես ձեր արձագանքները ուղղակի ինձ ցնցում են, այո, եւ այս էկրանի հետևից ես զգում եմ այդ մարդու մարդ տեսակը, ըստ կոմենտներով պատկերացնում, ես ասեմ ձեզ սիրելիներս, երբեմն որ իմ մոտ լինում է պրեզենտացիա, նստած է լինում 10 կին, 10-15 է եղել, դաժե 20 են նստած եղել։ Ես 99.9-ով չեմ սխալվել, ասեմ ձեզ ինչու։ Կան մարդիկ, որ գալիս են ասենք այդ պրեզենտացիան սկսում է շատ կանայական առաքինի նստած կամ աղջիկներ կան երիտասարդ նստած նայում են ուշադիր ոտից գլուխին են զննում կամ որ այսենց են զննում կամ որ սկսում են խոսալ յա լիչու նրանք ովքեր շատ խոսում են նրանցից ոչինչ չսպասեք իսկ նրանք ովքեր համեստ նստած անկյունում եւ ձեզ օբսերվացիա են անում այդ դրանցից սպասեք դրա համար ես այս բլոգի մեջ է, մարդիկ կան նայում են քեզ և մտածում են դե լավ դե ուրեմն ժողովուրդ ջան, դրա համար ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասեմ մարդը չի փոխվում, ինչքան էլ քեզ կանգնի ասի, վայ ես փոխվել եմ, ես լավն եմ, բան չհավատակ, երբեք Եվ մեր ճանապարհորդությունը սկսեց սիրելիներս, հիմա ես տեսնեմ, թե մեր իմ բանը որտեղից է, մեր չէ, հələ դեռ չկան բախկմանը, մի հատ ջուր վերցնեմ ստեղից, տարօրինակ է, 36 մի վայրկյան, արդեն գտնվում ենք մեր ուղղության տեղը, նստած սուրճ էինք խմում և ինչ տեսնենք, որ արդեն մեր այդ բանը բացված է, այդ թռիչքի ամբախկմանը,
աղկման ոնց են ասում, բայց իրանք այսքան հերթ է կանգնել, բայց ես չեմ գնում, որովհետև ես միշտ սիրում եմ վերջին րոպեին շեֆ պայորայցի պաստերի մամեն, հետո ինչի կանգնեմ այդքան հերթ, եթե կարող եմ նստել վերջին րոպեին անցնել, ու հետո գնում են այնտեղ կանգնում են, բան են, ասենց այդ ահագին ոտքի վրա ես այդքան ոտք ունեմ, դրա համար կգնամ վերջին րոպեին, մինչև ժամը 10:30 ժամանակ ունենք։ Դե ինչ սիրելիներս, ես արդեն ինձ զգում եմ, որ ճանապարհորդությունը սկսեց։ Ժողովուրդ ջան, ես հիմա պատկերացեք շոկում եմ, ես вообще շոկով մարդ եմ, բայց քանի որ այս վերևից կոնդիցիոներ է փչում, ասում ավելի լավ է քրտնեմ, հարմարում թե սաունայում եմ կամ բասկետբոլի դահլիճում եմ, անդադ իտ եմ ասում, Անահիտ հաշվի թե դու ուրիշ վայրան չունես, քեզ հոգեբանորեն պատրաստի, շնորհքս հարձակվել է, ու տենց ինքս ինձ հոգեբանորեն պատրաստում եմ, որովհետև արդեն տեղից ես շոկող մարդ է, չհաշված տարիքն իրագործնանում է, հորմոնալ, բայց ամեն դեպքում այս կողմի վրա կոնդիցիոներ չկա, այն կողմը կա, հիմա վախենում եմ հանել, որտեղ քրտնած եմ։ Դրա համար խորհուրդս ձեզ բոլորիդ, եթե դուք ինչ-որտեղ պրոբլեմ ունեք, վզի, սերվիկալի, ուսերի եւ այլն, վերցրեք ձեր հետ անպայման կասինքեք շարֆեր, որովհետեւ բանը կոնդիցիոներները առաստաղից է գալիս ու դա ահավոր խփում է։ Ահա եւ որտեղ է գտնվում ձեր Անահիտեչկան։ Անահիտեչկան գտնվում է Վենեցիայում։ Այո։ Սա մեր շենքն է եւ շատ արտակարգ, մի քիչ հեռու է, սա մեր բալկոնն է։ Հիմա ես ձեզ մեկ ռոմտուր անեմ։ Տեսեք ինչքան լավն է բալկոնչիկը։ Գնում ենք դեպի այս սենյակը, լույսերի մոմենտն է մի քիչ դժվարանում ենք։ Ես սպասում եմ իմ մնացած ընկերներին։ Հեսա շուտով իրանից է կտեսնեք, սա մի սենյակ, շատ բավականին լավ տուն է շատ։ Սա մեր զալն է, իր ամբողջ հարմարություններով, նոր մի հատ սուրճ խմեցի ես եւ սպասում եմ իմ ժողովրդին, կոֆեն պատրաստված։ Սա մի սանդհանգուցը, սա մի սպալնյան, սա երկրորդ սպալնյան, այնպես որ ժողովուրդ ջան, բայց ինձ թվում, չհասկացես, կոնդիցիոները որ միացնում ես, երկուսն է միանում, սա էլ մեր դիվանը, ձեր Անահիտեչկան մի քիչ հանգստանա եւ անցնի արդեն հագնվեմ եւ գնամ իմ ժողովրդին դիմավորելու, քանի որ ես այսօր բավականին դժվարությունների կանգնեցի ժողովուրդ ջան առաջ։ Դուրս գամ մի քիչ կնկարեմ եւ դուք կտեսնեք իմ հետ կճանապարհորդեք։ Ես հայտնաբերում եմ, որովհետեւ ովքեր ում հետ որ ես տեսնում եք մենակ եմ։ Հեսա մի 2-3 րոպեից հետո կտեսնեք, թե ովքեր են Անահիտի հետ ճանապարհորդում։ Սպասում եմ իմ ընկերներին։ Գնացինք ժողովուրդ ջան, կռահեք։ Այս նեղ փողոցներն է Վենեցիայի, մեր շենքը գտնվում է այս սրա հետևը։ Հիմա ես պետք է բան անեմ, անուն ինչա նայեմ, որ չկորեմ, որովհետև գիտեք, բոլորդ Անահիտը կորելու փայլևան է։ Ասեմ ձեզ, որ հակա բան էդ սովորական առանց սարոշկայի վերնաշապկի զգացի, որ մցակ մանավանդ մեր տուն, մեր մոտ որ մնում ենք, անենց ցուրտոտ է, գնացի նորից փոխվեցի, հիմա ես շատ ուշադիր լինեմ, ու արդեն տժվում է Վենեցիան, պատկերացնում եք արդեն, օրինակ ես ռեստորանը վատը չի, մենք ռեստորան ենք ման գալու, որտեղ ես այսօր ընդամենը կերել եմ 2 պերաշկի, զգուշ լինեմ իմ հեռախոսին, բռնեմ այսենց, որովհետև կարող է գան ու փախցնեն, գողանան, որովհետև գողությունն ասում աստեղ ահավոր է, ահա եւ Վենեցիան, իր գեղեցկությամբ, իր գոնդոլներով, հենա գոնդոլը, ես օրինակ գոնդոլ չեմ նստի, որովհետև վախենում եմ, եթե հույսս են նիհար մարդու վրա է, գոնդոլից նախ տնգնող եմ։ Սա, ես այսին ձերքս եմ պահում հեռախոսը, որովհետև հայտիկով չեմ անում, որովհետև
բանը իմ այս փայտիկի վրա, սա բանը բանովա մագնիզովա էլի, ինքը կարող է ասես գամ վերցնեն ու փոկեն ու տանեն։ Իսկ առանց հեռախոսի ինչ պետք է անի ձեր Անահիտը, ոչինչ։ Ահա Վենեցիան, գեղեցիկ, լիքը ժողովուրդ, նայեք տեսեք այս մոստերը։ Ժողովուրդ ջան, ինչքան կարող եմ կնկարել, ամեն անգամ 2 րոպե, 3 րոպե ներող եղեք վատ կաչիստվայի համար, որակի համար, որովհետև քայլում եմ եւ շարժվում է երևի իմաժը։ Լրիվ այս ճանապարհորդությունը ձեր համար լրիվ ուրիշ ճանապարհորդություն է։ Իմ հետ դուք եկել եք Վենեցիա։ Եվ հետո կտեսնեք թե հետո ուր են գնում, ունենք 3 տարբեր տեղեր գնալու։ Տեսեք այս հրաշքը ժողովուրդ ջան։ Այս աստիճաններին նայեք, լավ նայեք, բան պիտի պատմեմ, լավ ծիծաղացեք, սա միայն եւ միայն Անահիտի հետ է կատարվում։ Բայց քանի որ Անահիտը արդեն շատ տարիներ է ճանապարհորդել, շատ շուտ է կողմնորոշվում էլի։ Նայեք ինչ սիրուն է։ Մեր տան մոտն էս սուրտ է, ստեղ լավ շոկ է։ Տեսեք ովքեր են երեխեք, մի ժամ ես ընդեղ եմ սպասում իրանք։ Վայ, ես ձեր ինչն եմ ասել։ Օհ, կյանք։ Ես ստեղ էի կանգնած, հետո գնացի ինտեղ, բա որտեղ եք դուք ինչով եք եկել։ Այդ այլի։ Ակնոցը վարել ենք իրար։ Հեռում կյանքիդ, արա տեսում ես ասակերիս։ Ժողովուրդ ջան, մեր թիմն եկավ, այս նույն թիմով մենք ամեն տարի գնում ենք ճանապարհորդության։ Հիմա թե դուք ձեր Չավախանի ջան, զգուշ մեռնեմ արևիդ։ Գիտես, այն մոստով ենք անցնում, այդ մոստի աստիճանները մեծ է, բայց այնքան հիմար են, որ լրիվ չեն սես, մեջտեղը գոնե մի բան անեն, որ սենց այս չամադանը գրալով տանենք։ Աղջի չամադանը սենց է փչացել, մի հատ սկոչ պիտի առնեմ։ Ժողովուրդ ջան, այսինչ հրաշալի եղանակ, շատ շոկ չի և ցուրտ էլ չի էլի։ Ժողովուրդ դուրս ենք եկեք քայլելու, ուղղակի հրաշք է։ Երեկոյան է սիրուն Վենեցիան։ Շատ գեղեցիկ է։ Մենք վաղը գնալու ենք Սուրբ Ղազար եկեղեցին։ Ինձ թվում է դա բոլոր հայերին հետաքրքիր կլինի։ Ինձ թվում է այն Ջիվիչնիցան է իրանցը։ Ջիվիչնիցան է։ Ջիվիչնիցան է։ Ժողովուրդ ջան, վերջապես հայերով ենք, մենք ռեստորան ֆրանսիացիների հետ ենք չենք կարողանում խոսալ։ Մենք գտնվում ենք Վենեցիայի մի հրաշալի ռեստորան, փոքրիկ ռեստորան, բայց ընտրված։ Հիմա այնքան բան ենք վերցրել, գիտեք։ Պաուլովնա եգիպտացի է, շատ լավ տղա է։ Խոսում ենք հիմա, չի հասկանում, բայց խոսում։ Ժողովուրդ ջան, Պաուլո լավ տղա ես։ Ինձ է վլաստավա։ Ժողովուրդ ջան, դերա հինի չկա կենաս։ Իմը գազո, իմ իսկականից է։ Ժողովուրդ ջան, մեր ջուր լծեց, ենքան կիտնեց ես կա։ Ուսան լամպը ամենաուբետ է։ Ռոմանտիկա է։ Մեծ մի բան ասել է, որ ես փողոցի ոչ շատ ինչ լավ է, Եթե չնստեինք ստեղ, երեխեք ես ոտներս հալում եք։ Բայց ես ոնման այս Motorla rozlaskuje, motory przypyla.
Grazie. Serge, c'est pour toi le peigne. Serge, pizzaïe. Ah, ici, t'as la grande hâtie, là. Ժողովուրդ դեպսվեք ումբով մեր կարտեգոր է ներոշանալ եւ այս ումբով դեռ մենք շատ ենք ճանապարհի սուրպրիզ բոլորի խորհուրդ է տալի որ կգա Իտալիա այս հացեր ուտելու ասեք վաու բայց պիտի ատամ Est-ce que c'est délicieux? C'est très délicieux. Chaud, Ça, il y a un petit avocat qui passe. Mais il faut dire que ça, c'est le domaine de la femme. And then you can send it to You've really approved the whole go on. Ça marche? Ժողովուրդ ջան, իտալական ուտեստները Սրան հայրեն ոնց են ասում? Ինչ մեդիաներ, հա? Կալամար, սպագետի, պիզան Ոնց է? Պաուլո